Տեսեք, թե ինչպես Ուկրաինայում արևմուտքը ամեն հարցով օգնում է ուկրաինացիներին եւ ասում է ոչինչ չզիջեք։ Իսկ մեր դեպքում տեսեք, թե մեզ քանի տարի համոզում էր, որ մենք պետք է ամեն ինչ զիջենք։ 18 թվին մեր փողոց դուրս գալը ինչ էր։ Այդ խոստումները, որ մեզ տրվել էին, որ արևմուտքը դեմոկրատական աշխարհը մեզ կպահպանի, կօգնի, այդ խոստումները ինչ եղավ։ Այդ խոստումը, որ մենք խաղաղ կլուծենք խաղաղ ձևով Ղարաբաղի հարցը, դա ինչ եղավ, որ մեր հետ կիսվելու էին։ Այդ խոստումը ինչ եղավ։ Այն խոստումը, որ մեզ ՆԱՏՕ կընդունեն, այդ ինչ եղավ։ Այն խոստումը, որ 8 րոպեում Ամերիկայի բանակը կգա։ Դուք հասկանում եք, ես ամաչում եմ թուրքերի առաջ, ադրբեջանցիների, որովհետև նրանք դա լսելով կկարծեն, որ մենք հիվանդ ենք, մենք խելքից թույլ հասարակություն ենք։ Հասկանում եք, ես ոնց պաշտպանեմ մեր ժողովուրդը, մեր ազգը ոնց պաշտպանեմ, երբ որ մենք ունենք հիվանդ մարդիկ։ Ասում են ՆԱՏՕ-ի անդամ, հիշում եք, ասում են ամերիկյան բանակը կգա, ասում են Ֆրանսիան կապահովի մեր անվտանգությունը, հիշում եք։ Չէ, դուք դա հիշում եք, թե ես ուղղակի պատկերացնում եմ։ Այո, Ինչ եղավ։ Դա ինչ եղավ։ Դրա հետևանքը ինչ եղավ, չեք հիշում։ Որպես արդարացում ասում են հետևյալը, որ դրա համար Հայաստանը պետք է դուրս գար այն անձրևանոցի տակ, որը կոչվում է Ռուսաստան, որը կոչվում է ՀԱՊԿ, եւ քանի որ դուրս չեկավ, էլ ինչ եք սպասում դուք արևմուտքից, Եվրոպայից, այդպես էլ պիտի լիներ։ Գիտեք, ես չեմ կարող մեկնաբանել խելագարությունը։ Մենք սառեցրեցինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, չէ՞։ Արևմուտքից առաջարկ կար, որ օրինակ Միացյալ Նահանգները կապահովի մեր անվտանգությունը, եթե մենք դուրս գան ՀԱՊԿ-ից։ Այդ հարցը տրվել էր։ Հիշում եք այդ Պելոսի թատրոնը, որ եկավ Հայաստան, մեր այդ ես չգիտեմ այդ մարդկանց ոնց, ես խելագարներին վիրավորելը սխալ է, դա մեղք է։ Այդ հիվանդ մարդիկ, որ ասում են Պելոսին է մեր բան ապահովությունը ապահովելու, հիշում եք, որ իրան հարցրեցին, դուք պատրաստ եք, եթե մենք հրաժարվենք Ռուսաստանից, դուք պատրաստ եք ապահովել մեր անվտանգությունը։ Նա միանգամից խուսափեց պատասխանից, ասեց դա ձեր գործն է։ Մենք խոսում ենք տասնյակ քաղաքագետների հետ Միացյալ Նահանգներում, ամերիկացիների հետ, նրանք ասում են Ամերիկան շահեր չունի Կովկասում, Ամերիկան շահ չունի Հայաստանին պաշտպանել։ Դա ասում են մարդիկ, ովքեր աշխատել են Տրամպի ադմինիստրացիայում։ Մենք հարցնում ենք Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, դուք պատրաստ եք միջամտել եւ պաշտպանել Հայաստանը։ Պատասխան չկա։ Այսինքն նրանք պահկվում են Ռուսաստանի հետևը եւ իրենց ուղղակիորեն հարցնում են, լավ, մենք արդեն Ռուսաստանի հետ խզեցինք մեր կապերը։ Մենք մեր կապերը խզեցինք։ Դուք պատրաստ եք մեզ օգնել։ Ասում են, չէ, ՀԱՊԿ-ից դուրս չգաք։ Ինչու՞։ Որովհետև դուք որ ՀԱՊԿ-ից դուրս գաք, մենք պետքա բացահայտ ձևով ասենք, որ մենք ձեզ չենք օգնելու։ Իսկ քանի որ դուք մնում եք ՀԱՊԿ-ի մեջ, գոնե ֆորմալ ձևով, չնայած Ռուսաստանի հետ արդեն ոչ մի դաշնակցային հարաբերություններ չկան։ Քանի որ դուք մնում եք, մենք արդեն կարող ենք դա օգտագործել որպես առիթ։ Ասենք, դե գիտեք, չէ, մենք ձեզ չենք օգնում, որովհետև դուք Ռուսաստանից եք։ Ասում են, լավ, դուրս են գալիս։ Դուք մեզ կօգնեք, չէ։ Ամեն դեպքում կուզեի մեկնաբանեիք նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին միջազգային մամուլում ամենակնարքող թեման Ուկրաինայի շուրջ Միացյալ Նահանգների ներկայացրած 28 կետանոց խաղաղության առաջարկն է, ձեր գնահատականը։ Ես ասել էի շատ երկար ժամանակ, այս պատերազմը շատ երկար է տևելու եւ երևի լուծվելու է ինչ-որ ռազմական փոփոխությունների հետևանքով, որովհետեւ դուք տեսնում եք, որ Ռուսաստանը չի կարող զիջել որոշ բաներ, օրինակ այդ շրջանները չի կարող զիջել, ՆԱՏՕ-ի հարցում չի կարող զիջել, որովհետեւ դա էր պատճառը այս պատերազմի։ Ուկրաինան չի ուզում հրաժարվել դրանից, բայց դա Ուկրաինան չի, դա Եվրոպան է, որը կանգնած է Ուկրաինայի հետևը։ Եվ տեսեք, ուկրաինացիներին ասում են, մենք ձեզ կտանք անվտանգության երաշխիք։ Այո։ Մենք ձեզ կօգնենք, մինչև վերջ օգնում են։ Տեսեք, ինչ միջոցներ են տրամադրել Ուկրաինային։ Ես արդեն չեմ հաշվում, որովհետև 1 տրիլիոնի է հասել։ Վերջի անգամ որ ես նայել էի 300 միլիարդ էր, 400 միլիարդ էր։ Հիմա արդեն տրիլիոնի է հասել։ Տեսեք, ինչ միջոցներ են տրամադրել Ուկրաինային։ Իրանց ամեն ինչով օգնում են եւ գինը մուծում է ուկրաինացի ժողովուրդը ցավոք սրտի։ Մահանում է մի պատերազմում, որը նրանք չեն կարող շահել միջուկային պետության դեմ։ Տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր կամ ամեն շաբաթ զոհվում են, այդ տղաներին փողոցում այդ խեղճ տղաներին, երեխաներին բռնում տանում են, գցում են դրոնների տակ, դա արվում է մեր Եվրոպայի օրհնությունից։ Երբ որ մենք իրանց հարցնում ենք, մեզ ինչու չեք օգնում, ասում են, որովհետև ՀԱՊԿ-ի մաս եք, որովհետև Ռուսաստանի դաշնակից եք։ Հետո մենք հարցնում ենք, իսկ Ադրբեջանին ինչու եք օգնում։ Ադրբեջանը հիանալի հարաբերություններ ունի Պուտինի հետ։
Այդ ոնց եղավ, որ Իսրայելը սկզբից Ադրբեջանին զինեց 70%-ը այն զենքի, որով մեր տղաներին սպանել էին, դա Իսրայելի զենքներ։ Հիմա Անգլիան է իրանց հրթիռներ վաճառում։ Մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգներն էին իրանց վաճառում զինատեսակներ։ Այսինքն Ադրբեջանն էլ Պուտինի հետ շատ լավ հարաբերություն ունի, բայց ինչու է օգնում Ադրբեջանին։ Հասկանում եք, եթե մի քիչ մտածում ես, շատ པարզ է, որ մեզ խաբեցին 18 թվին մեզ խաբեցին, բայց նրանք ունեն այս PR բանակը, նրանք էլ բան են WhatsApp-ով, չգիտեմ, կամ Facebook-ով ինչ որ խմբեր ունեն երևի, մեկը падաչա տալիս, ու սա 50 հոգով սկսում են նույն բանը ասել։ Սա PR-ի բանակ է։ Ես այդ օրինակը բերել եմ, շատ բան անդուր օրինակ է, բայց այդպիսի կրետ կա, կենթանի, հա, կրետ կա, որը հարցակվում է, կներեք, տառականի վրա եւ իր ուղեղը սրսկում է եւ իր ուղեղի մեջ տեղադրում է իր բաները, լիչինկա, ոնց է հայերեն, դեն բանը, որ հետո աճում է դառնում է կրետ։ Եվ այդ կենթանին այլևս չի կարողանում շարժվել։ Նա կորցնում է շարժվելու ունակությունը եւ իրան սաղ ուտում են, ներսից ուտում են։ Մենք դառանք դա, մեր մեջ սրսկեցին այս բանակը կրանտակերների, որը մեզ համոզեց վերջը, որ ճիշտը Ղարաբաղը հանձնելն է, ճիշտը Մեղրին հանձնելն է, որ հիմա մենք մեր տարածքով արդեն մեր ազատ շարժվելու են թուրքերը եւ ադրբեջանցիները, մենք ոչինչ չենք կարող անել, որ դա ինքնիշխանության բարձրացում է, այսինքն ճիշտ հակառակն են ասում նրան, թե ինչ անում են։ Հիմա Ադրբեջանն է որոշելու, թե ես ու դուք ինչի մասին կարող ենք խոսել, ինչի մասին չենք կարող խոսել, որտեղ ասել է դուք ռևանշիստ եք։ Սրանք էլ իրանց բանն են, դեսպանատունն են։ Գնում են Բաքու խաղաղության մասին խոսելու, այնտեղ տանջվում են մեր գերիները բանտում 5 տարի անցավ։ Մեղրին զիջելուց գերիխի ինչու հետ չբերեցիք։ Գազայում տեսեք ոնց եղավ ու մեր մոտ ոնց եղավ։ Արդեն գիտեք, Նյարդանանն էլ երևի կարիք չունի։ Այս ինտերվյուները չգիտեմ ինչ են տալիս։ Ես կոչ կանեմ մեր լրագրողներին, նրանք գնան գյուղեր եւ գյուղերում խոսեն մարդկանց հետ եւ հասկանան, մարդիկ իսկապես հասկանում են ինչա գալիս իրանց գլխին։ Մենք բոլորս պետք է ընդունենք, բանավանդ որոշ ուժեր պետք է ընդունեն, որ անցյալում եղել են չարաշահումներ, անարդարություն, կոռուպցիա, որ ժողովուրդը շատ վիրավորված է, ունի վերքեր, ունի տրավմաներ, դրա մասին է պետք խոսել, որ հասկացնել մարդկանց, այո, մենք հասկանում ենք, բայց հայրենիք հանձնելը կոռուպցիայի դեմ պայքարելու ձև չի։ Այն ազատությունների սահմանը մենք դժվար ենք վաստակել, շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։ Ինչու ենք այսպես հեշտությամբ հանձնում այդ ամեն ինչը եւ հասարակությունը ինչու՞ չէ, այսինքն 2018-ին տեղ ունեցավ փոփոխություններ եւ կար հնարավորություն այնուամենայնիվ առնվազն պահել են նշաձողը, որին հասել էինք մինչեւ այդ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ շատ հեշտությամբ զիջվում են, որովհետեւ այն ուժերը, որոնք երկան 2018 թվականին ունեին ծրագիր, ես առաջ դա չէի ասում, բայց հիմա անհնար է չտեսնել։ Նրանք ունեին ծրագիր ոչնչացնել Ղարաբաղը, հնազանդեցնել Հայաստանը եւ դուրս հանել Ռուսաստանը ռեգիոնից։ Եվ այդ մարդկանց սպոնսորում էր Արևմուտքը եւ Թուրքիան։ Իրենց փողով նրանք եկան։ Այդ 12 հոգով որ հասան Երևան, པարզ երևում էր, որ այս մարդիկ ոչինչ չեն կարող անել։ Իրանց հետևը կանգնած էր այդ հսկայական սորոսական մեխանիզմը, այդ մեքենան, որը սկսեց էլի սինխրոն ձևով, ոնց որ այսօր են աշխատում։ Սինխրոն ձևով տասնյակ մեդիա հարթակներ սկսում են գեներացնել այս ալիքը։ Սա արևմտյան տեխնոլոգիաներ են։ Նրանք այսպես արեցին, մեր գլուխը այսպես կերան։ Եվ այս ղեկավարները, ում ես էլ մի քանի օրով հավատացի, 2 տարի բանակցում էին Ալիևի հետ, մեզ խոստացել են, որ մեզ ասելու են ինչ են բանակցում, սուտ ասեցին ու բանակցությունների հետևանքն էլ տեսակ։ Նա ասեց 0-ից եմ սկսում ու մեզ բերեց 0-ի։ 0-ից չէ, արդեն բացասական թվերի, սա 0-ից ցածր է, մեր վիճակը 0-ից ցածր է արդեն։ Այս ղեկավարը ուղղակի հրահանգ էր ստացել հանձնել Ղարաբաղը, որտեղ արևմուտքում Ղարաբաղը տեսնում են որպես ռուսական գործոն Կովկասում։ Եվ նա կատարեց այդ պատվերը։ Եվ մեր գրանտակեր այդ համայնքը, այդ գաղտնի բանակը ապահովեց նրա հաղթանակը։ Հիմա մեր երկրի ներսում տեղ ունեցող process-ների վերաբերյալ, եթե հանկարծ դասվում է քննադատություն այս կամ այն ճամբարից, իրեն կմեղադրեն անմիջապես ռուսամետության մեջ, այն մյուսին կմեղադրեն արևմտամետության մեջ, եւ այստեղ կորում է ողջամիտ հատիկը եւ դիսկուրսը, որը պիտի ծառայեր մեր երկրի կարևորագույն հարցերի շուրջ, պատտվում է մենակ այդ առանցքում, ինչպես դուրս գալ այդ շղթայից, այդ կործանարար շղթայից եւ հասկանալ, որտեղ է հայամետության կետը, ինչի շուրջ պիտի համախմբվել ու պիտի խոսել,
եւ զերծ մնալ այդ տարատեսակ պիտակավորումներից։ Դա հետևանք է այն բանի, որ մենք չունենք իսկական կրթական համակարգ, մենք չունենք իսկական փորձագետների համայնք, շատ եւ շատ քիչ են։ Ես օրինակ կարող եմ 10 հոգու անուն տալ, որ իսկապես հասկանում են, թե ինչպես է աշխատում միջազգային համակարգը։ Մենք չունենք փորձագետներ, մենք չունենք արևմտամետներ, ռուսամետներ, մենք ունենք ուղղակի խոսացող մարդիկ, երեխայական խոսակցություններ, ենթադրություններ, բամբասանքներ, Պուտինը սենց արեց, Էրդողանը էս ասեց, Ալիևը նենց կանի, սենց կանի, բան սուրճ նայելու խոսակցություններ, սա որևէ առնչություն չունի փորձագետների հետ։ Քանի որ մենք քանդեցինք մեր կրթական համակարգը, շատ վաղուց մեր լավագույն դպրոցները փակեցինք, աշխարհից մեզ մեկուսացրեցինք։ Ես 30 տարի պայքարում էի Սփյուռքում, որ սկսեմ գրքեր թարգմանել հայերեն։ Դա էլ ոչ մի տեղ չգնաց, դուք մեր ժողովուրդը ճանաչում եք։ Մենք լավ բաներ ունենք, բայց մենք ամեն մեկս Նապոլեոն ենք։ Մենք բոլորս ամեն ինչ գիտենք, ոչ ոք մեկին չի լսում։ 30 տարի ես պայքարում էի, որ այդ գրքերը թարգմանվեն։ Վերջը ես հարցը լուծեցի ինքս։ Մենք չունենք, մեր կրթությունը շատ է դուժել, եւ հետո ասեցի, այդ կրետի պես մեզ սրսկել են։ Մեր խելքի մեջ տեղադրել են այս բջիջները, որոնք մեզ ներսից կերան։ Այս բանակը գախնի բանակը նույնպես մեծ դեր խաղաց։ Ստեղ մետության հարց չի, ստեղ հարցը այն է, թե մտածել գիտենք մենք, թե ոչ։ Եվ մենք հասկանում ենք միջազգային հարաբերությունները ոնց են աշխատում, թե ոչ։ Ցավոք սրտի 99.9% այդ խոսակցությունների ցույց են տալիս, որ մենք ոչինչ չենք հասկանում։ Կձևավորվի արդյոք այն հարթակը, որը շատ լավ կհասկանա, այն խումբը, այն ուժը, չգիտեմ, որ շատ լավ կհասկանա ինչպես են աշխատում միջազգային հարաբերությունները, շատ հստակ կպատկերացնի ակնկալիքների այն մասնաբաժինը, որը կարելի ունենալ միջազգային հանրությունից, ակնկալիքների այն բաժինը, որը կարելի է ակնկալել Ռուսաստանից, եւ հենց այդ ուժը մտնի քաղաքական պայքարի մեջ, թե մենք էլի պիտի ունենանք նախկին ներկա բանավեճը, ոչինչ չասող չէ, ՔՊ-ին սնուցող ավելի շատ, որովհետև այդ նախկին ներկա բանավեճը ամենաշատը պետք է քաղաքացիական պայմանագրի, իրենք շահագրգիռ են լինելու կրկին դաշտ նետել այդ թեզերը, ինչ կունենանք առաջիկայում, հաշվի առնելով այն ներկա բնակը քաղաքական որն ունենք։ Հենց տենց էլ լինելու է, հենց ձեր ասածն էլ լինելու է, ու արդեն կա։ Նախ լավ կլիներ, որ որոշ քաղաքական ուժեր ընդունեին իրենց բացթողումները, ընդունեին, որ սխալներ են գործել եւ ինչ որ ձևով հաշտվեին ժողովրդի հետ, դա լավ կլիներ։ Երկրորդը, այս խումբը, որ եկավ իշխանության ու ամեն ինչ քանդեց, նրանք արդեն եւ նախկին են, եւ նույն կոռուպցիայով են զբաղվում, որով զբաղվում էին նախկինները, նույն ձևով սկզբից մեզ խաբեցին, որ մենք ժողովրդի մարդ ենք, հիմա մասնավոր ջետերով, ինքնաթիռներով ֆրֆռում են ամբողջ աշխարհով, մեր հաշվին, գրում են արձակուրդների, միլիոնավոր դոլարներ են փախցնում մեր պետական բյուջեից, դրա մասին գրվել է շատ անգամ, Անիֆի մասին եւ ուրիշների մասին։ Եվ այդ նույն օլիգարխները մնացին, որոնց հիմա իրան հովանավորում են։ Այսինքն նրանք եւ նախկին են եւ թալաններ են, իրանց համ թալան են անում, համ էլ նախկին են։ Հենց որ նրանք դա են օգտագործելու, սա լինելու է PR-ի պատերազմ, ինչպես միշտ։ Նրանք էլի բյուջեի հաշվին դպրոցներ են բացելու, ասֆալտ են գցելու, ասել են, որ դա մեր շնորհքն է, չնայած դա անում է հանրապետության փողերով։ Եվ մի ուրիշ հարց է շատ կարևոր, թե այդ ինչ օրը պետք է գցեին մեր ժողովրդին, որ մարդիկ ասֆալտ տենալուց ուրախությունից լաց են ելնում։ Այդ ինչ օրն եք դուք գցել մեր ժողովրդին։ Պետք է մարդկանց հետ խոսել, այդ իրանց վերքերը, իրանց տրավմաները հասկանալ, որովհետև ժողովուրդը չի մոռանում անցյալը։ Պետք է բացատրել, որ այո, դա եղել է, դա շատ վատ է, մենք դա պետք է ընդունենք եւ այդպես էլ չի լինի, բայց այս մարդիկ մեզ տանում են ընդհանրապես Հայաստան չունենալու, Հայաստան չի լինելու։ Այո, կարող է ասֆալտը լինի, բայց այդ ասֆալտը արդեն լինելու է ադրբեջանական նշանները վրան լինելու, մենք Ադրբեջանի մաս ենք դառնալու, Թուրքիայի մաս ենք դառնալու, նրանք պետք է հասկանան։ Այս մարդը պետություն ղեկավարող չի, բայց որ մեկը կարելի ասել է եկեղեցուն կիսելը, աղանց քսելը, այդ հիստերիկ գրառումները ամեն օր, մարդկանց շալվարների մեջ մտնելը, այդ զզվելի ֆոտոները գցելը, այս ի՞նչ է։ Խոսքի համար մարդկանց դատապարտելը, մենք սրբազան ունենք Միքայել arczepiskopos Սաջապահյանը, ով անազատության մեջ է։ Այո, մարդկանց խոսքի համար, բայց ոչ բոլորի է, մարդ կա, որ օրինակ ասում է դատավոր չկա, որ իմ դեմ կարողանա ինչ-որ բան անի, այսինքն սա սահմանադրական կարգի խախտում է,
ոնց կարող է ինչ-որ մարդ պարտադրի, որ դատավորները իր ասածը անեն։ Եվ նա ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։ Նա իր որոշ օրգանների մասին գրում է Facebook-ի վրա, երկրի ղեկավար, բա, ու ոչ մի պատասխանատվություն։ Իր հալալնգերը գնում է փողոցում մարդու երեսին թքում է ու կարծում է, որ ներողություն ասելով դա բավարար է։ Իսկ ուրիշ մարդուն ներողություն ասելու տեղը գցում են գետնի վրա, տանում են, բանտարկում են։ Այն բանի համար, որ նա իրան պատասխանել է։ Սա տերոր է, տերոր, սա բռնապետ է։ Նա իհարկե կեղծելու է ընտրությունները, իհարկե էլի ինչ որ ընտրակաշառքա բաժանելու Եվրոպայից թատրոն է բերում Գարնանը, որ եվրոպացիները էլի ասեն մենք ձեզ շատ սիրում ենք, դուք Եվրոպայի մաս եք դառնալու, բայց դուք երբևիցե Եվրոպայի միություն, Եվրոպական միության անդամ չեք դառնալու եւ մենք երբևիցե չենք երաշխավորելու ձեր անվտանգությունը։ Այսինքն այդ նույն խափելը, որը միշտ աշխատել է մեր ժողովրդի հետ, հայերը միշտ խափնվել են։ Միշտ 150 տարի մենք անընդհատ մեզ թույլ ենք տալիս, որ մեզ խափեն։ Այդ սուտ հույսերը մեզ էլի կտան, ինքը կընտրվի եւ Հայաստանը կամաց-կամաց Ադրբեջանն եւ Թուրքիան կմարսեն։ Նա գնալու է ամեն ինչի, իհարկե նա գնալու է խախտումների եւ կեղծելու է ընտրությունները։ Դա ինչպես կարելի է դա կանգնեցնել, պետք է մարդկանց հետ խոսել, ես դրա համար եմ ասում։ Մեր ինտերվյուի տեղը մենք պետք է գնանք գյուղերում խոսենք մարդկանց հետ, հասկանանք նա ինչպես է իրանց խելքի հետ խաղում։ Նույն ձևով, որով 18 թվին Երևանցիներին հանեց փողոց եւ բոլորիս խափեց։ Այդ նույն ձևով։ Եվ պետքա դա հասկանալ, պետք է հասկանալ նա ոնց է մանիպուլացնում մարդկանց։ Եթե հասարակությունը չի խոսում կամ հասարակությունը пассив է, իներտ է, մեր դեպքում այդպես է եղել միշտ, այսինքն հիմնականում մեծամասամբ մարդիկ բոյկոտել են ընտրական գործընթացները չգնալով, չմասնակցելով, պիտի իրենց փոխարեն այդ ակտիվության բեռը վերցներ ՀԿ սեկտորը, բայց մեր դեպքում ապատիան նրանում է, որ այդ ՀԿ սեկտորի վրա ՀԿ սեկտորում ընդհանրապես մի քանի հոգի կարող են խոսել, մնացածը լռում են, անգամ աղաղակող այնպիսի դեպքերում, ինչպիսին պիտի խոսեր միջազգային հանրությունը, մենք սկզբում խոսեցինք այդ մասին, պիտի խոսեր այդ ՀԿ սեկտորը ու այսօր ապատիկ է այն առումով, որ շատ քիչ մարդիկ են խոսում ՀԿ սեկտորում, միջազգային հանրությունը, որը տարիներ առաջ մի քանի բանաձև կհրապարակեր նման դեպքերում, այսօր լուռ է, կրկին ոչինչ, ես մի քանի նամակներ եմ հասցեագրել միջազգային կազմակերպություններին, առայժմ չունեմ արձագանք, այո, пассив են, իներտ, պարզապես հետևում են այդ գործընթացներին, որը տեղի ունենում այսօր։ Այո, որովհետև մենք չունենք ՀԿ սեկտոր, մենք ունենք արտասահմանի փողով խոսացող ագենտներ, գործակալներ, նրանք հայկական ՀԿ սեկտորը չեն։ Սրանք արտասահմանից փող ստացող դերասաններ են։ Ինչ որ իրանց ասում են, նրանք կրկնում են։ Նրանք ՀԿ սեկտոր չեն։ Եթե նրանք ՀԿ լինեին, նրանք թույլ չէին տա, որ այսպես վարվեին մեր լրագրողների հետ, մեր եկեղեցու հետ, մեր եկեղեցականների հետ, նրանք թույլ չէին տա։ Իսկ արևմուտքը ունի իր շահերը, երբ որ իրան շահերին համապատասխանում է խոսել մարդու իրավունքների մասին, նա կխոսի եւ նա կդատապարտի մեր նախկին ղեկավարներին։ Բայց երբ որ այս ղեկավարը իրենց մարդն է նույն բանը անում եւ շատ ավելի ահավոր ձևով, նրանք կլռեն, որովհետեւ դա իրենց մարդն է։ Նրանք այստեղ իրենց շահերն են հետապնդում։ Նրանք այդ դիմակները, այդ երեսները շատ արագ կարող են փոխել։ Եվ ես դրա մասին խոսացել եմ տարիներով, եթե ոչ տասնյակ տարիներ, ասել եմ, որ արևմուտքը սովորություն ունի դիմակները փոխել եւ նա շատ երեսպաշտ երբեմն եւ շատ երկու երեսանի, եթե ոչ 15 երեսանի քաղաքականություն կարող է վարել։ Նորից եմ ասում, տեսեք Ուկրաինայում ոնց են իրենց ասում, ոչինչ չզիջեք։ Եվ տեսեք մեզ ոնց են ասում, ամեն ինչ զիջեք։ Տեսեք տարբերությունը։ Տեսեք մեզ ոնց խափեցին, որովհետև այստեղ պատերազմ է գնում Ռուսաստանի դեմ, եւ մենք մեր հիմարության պատճառով մտանք այդ պատերազմի մեջ։ Այս ձեր ասած ՀԿ-ների օգնությամբ։ Պատմությունից մի բան հարցրեք, լեզվից մի բան հարցրեք։ Բացարձակ ոչինչ չգիտեն։ Նրանք միայն գիտեն եվրո ու դոլար հաշվելը։ Սա ՀԿ սեկտոր չի ցավոք սրտի։ Նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն, իսկ մարդիկ գյուղերում լսում են ցավոք սրտի այս քարոզիչներին, նրանք հմեկ են լսում։ Հմեկով ասում են ամեն ինչ լավ է, հանգիստ մտեք Ադրբեջանի բերանի մեջ։ Հանգիստ ձեր գլուխը դրեք Ալիևի բերանի մեջ, որ նա բան անի, փակի, բերանը փակի ու դուք դառնաք իրանց ստամոքսի մեջ, ինչ-որ մի տենց երևույթ։ Դրա համար ասում եմ, մենք պետք է խոսենք գյուղացիների հետ, պետք է գնալ գյուղերը մարդկանց հետ խոսել, հասկանալ, թե նրանք ինչու են հմեկ լսում, ինչու են այդ քարոզչությունը, ինչու են հավատում։